Նորմալ է, երբ Փաշինյանը իրեն չընտրող 100 հազարավոր քաղաքացիներին անվանում է շունուշանգյալ։ Բայց ինչու է նորմալ։ Դրա ի՞նչն է նորմալ։ Հելակա լավ ուրիշ բան չի ասում։ Մարդ իրա բաներին շունուշանգյալ կասի, այդ ինչ խոսք է։ Թե եկեղեցի չուլ անկասի։ Ճիշտ է այդ եկեղեցի չուլ անվանում։ Այն վաղ ինչքան իրան հարգում էի 18-19, հիմա այդքան իրան անցք են տալիս։ Շունուշանգյալ, մի շունուշանգյալ էլ ինքն է։ Դրանից առաջ էլ որ ասում էր թե «Տես ինչեր են ասում, շունուշանգյալ են ասում»։ Նույն ինքն է կրկնում։ Շուն ինքն է իր ընտանիքով։ Իր հերը 100 անգամ ասեց՝ «Մի ընտրեք, ինքը լավ բան չի բերելու»։ Ու հիշում եք ինքը գնաց Լենինական, առաջի անգամ ոտքով էր, հələ ակլոր կտրած գնում էր այն Մարիամը, որ ասեց «Դուք խաբեցիք իմ ժողովրդին», եւ դա ամենախելացի աղջիկն էր, ամենախելացի։ Եվ ինքն ասեց «Դուք խաբեց, դուք ոչինչով չեք տարբերվում»։ Ճիշտ էր ինքը։ Ինքը նոր ընտրված էր, հələ ակլոր էր կտրում ու խեղճ մեր ժողովուրդը հավատում էր, ինչ անի այդ խելագարին։ Եթե այսպես շարունակվի, մեր Հայաստանի Ղարաբաղը արդեն գնաց, արդեն 1-0 է։ Շո, մեր դիվանագիտություն չկա, չեք կարող։ Դե որ մենք շունուշանգյալ ենք, ինչ պիտի իրան ընտրենք։ Ես ասել եմ, իրան խոսույթը զրոյական է կարամ ասեմ։ Դաժե մեկ էլ չէ զրոյական է, որովհետև ինքը խոսալու տոն չգիտի, ձև չգիտի։ Մեկ սենց է խոսում, մեկը նենց է խոսում։ Չգիտեմ։ Կարամ ասեմ զրոյական անհրախոսակցություն, ուրիշ ոչ չունեմ։ Ինքը էշ է։ Ես օրինակ շանը կընտրեմ, ես ինչ չեմ ընտրի։ Չի կարելի։ Հասկանում ես, չի կարելի։ Ես չեմ ասում այդ բառերը։ Տեսել եմ, քանի անգամ դրել եմ, նայել եմ, տեսել եմ։ Չի կարելի էլի։ Այդտենց բաներ չի կարելի։ Պետք է տարբերվի, չէ՞, մեկը մյուսից։ Ղեկավարը բանվորից, բանից իր գիտությամբ պետք է տարբերվի։ Չի տարբերվում։ Ըստ Փաշինյանի, եթե ինքը չընտրվի սեպտեմբերին պատերազմ է լինելու, ինչու է ըստ ձեզ շանտաժանում Փաշինյանը եւ արդյոք դուք եք այն մարդը, ում հետ կարող է նա այդ կերպ խոսել։ Ինքն է պատերազմ հայտարարող է։ Որ ասում է։ Просто վախեցնում է ժողովրդին։ Վախեցնում է ժողովրդին։ Շանտաժը բան չանում։ Խի պատերազմը նեցինել իր բանով, իրենց է կախված։ Դե մահային կախվածություն անում Ալիևի հետ։ Կարող է ասի հարձակվիր։ Ինչ գիտես, դու ինչ գիտես։ Դու ինչ գիտես կռիվա լինելու պատերազմ, ինչ գիտես, եթե դու պայմանավորվա, ոչ մի բան չի լինելու, ոչ մի բան չի լինելու։ Հա, վախացնում ես քո պատերազմով։ Տենց եղանք, որ եկանք մի հատ տոճկի վրա կանգնեցինք։ Ոչ մի բան չի լինելու։ Արդեն ինքը պատրաստվել է։ Ինքը վախենում արդեն, իր լեզուն էլ է փաթնկնում խոսալուց։ Եղա։ Շանտաժ է։ Չի լինի, ոչ մի պատերազմ էլ չի լինի։ Ինչի պետք է լինի։ Այդ Ալիևը քշերը քնում է պատերազմա տենեմ։ Միջանցքներ պետք տվել եք։ Դե չեն տվել միջանցքը։ Թրամփը ով է այստեղ։ Ինձի պատասխան, ով է Թրամփը, ինչ։ 2 օր հետո հարցրին, բա դու հանդիպել ես Նիկոլի հետ, Ալիևի հետ, այդպես բան դու տեսել ես, ասում ես, այդպես բան չեմ հիշում, որտե՞, ինչ միջանցքի մասին է խոսքը։ Գարեգին Նժդեին դու գիտես ով ա եղել։ Մարդիկ այրան քարի տակ են քնե, երկիրը պահել են, միջանցքը պահել են։ Այսօր մի հատ գրչի հարվածով միջանցքը տանք, այդ ո՞նց ալնեմ։ Այդ ո՞նց ալնեմ, այտենց ալնեմ։ 300,000 թուրք պետք է գաստե ապրի, հա։ Այդ խի Ալիևը չի ասում, արեք հայեր, ինչի չեք գալի, արեք, տեղ եմ տալի, տուն եմ տալի, թող ասի։ Խի չի ասում։ Թող ասի։ Բա դու առանց պահանջի հող ես տալի, 1 մետր հող։ Ինչի, այդ ո՞նց ալնեմ, այտենց ալնեմ։ Այդ տալով ուր կհասնենք։ Ես դեմ եմ սահմանը բացելու, բոլորովին։ Դու գիտեք թուրք ինչ է։ Թուրք ինչ է նշանակում թուրք։ Համ թաթարա մեջ է, համ գողավազական, համ մարտասպան է, ամեն ինչ է։ Չի կարելի։ Այդ պետական մտածելակերպ է պետք որ պետությունը անվտանգությունը ապահովեն, արդարադատությունը, ամեն ինչ։ Հա, էդի ասելու բան է, բա։ Խի պատերազմը սարքողը, բերողը, անողը, սա դու ես։
Դե որովհետև ինքը Ալիևի ջամբաջին է։ Ընկերնա, ընկերուհինա, ինչա, չեմ կար ասեմ։ Էրդողանի ու Ալիևի վախցնում են։ Դե պատերազմ ինքն էլ անում էլի, կարող է մենակ Ալիևն անի կամ մենան է։ Թե չէ մեր այդքան կոտորումներն ով արած։ Ես։ Չէ։ 15 հոգի որ շենքի մեջ վառին, ով արած։ Ինչ իրականություն, ով է պատերազմանորը հայ դեմ։ Ես 80 տարեկան եմ, կետամ կռվեմ էլի իմ ազգի համար, իմ ժողովրդի համար, իմ երկրի համար։ Այսինքն պատերազմ չի լինի, որ Չէ, հա։ Վախեցնելը վախեցնում են, որպեսի սանձը իրանց ձեռին էլի։ Մեկից մեկ շանտաժը։ Մեկից մեկ։ Գնաց Ղարաբաղ, պարում էր Շայթանիա պարում, Ղարաբաղ բանը։ Հայաստանը, ասած, եկավ հետագայում ասած, որ Ղարաբաղը Ադրբեջանը, ասած, այդ իրեն ասած են, օթից բռած բան չեմ ասում, ինչ կարող ես մոռանալ։ Դե պատերազմելու վախեցնում, որ ժողովրդի պատերազմը, որ ես չլինեմ պատերազմը լինել, հետո անձեռամխելի բան է, Այն ամենից հետո ինչ անում է Փաշինյանը հունիսի 7-ին նորից կստանա ժողովրդի վստահության քվեն։ Ես իրան ձայն չեմ տա։ Ափսոս չի ձնում։ Էնի պետք է չընտրվի, էնի ընտրվի ինչ անի, այդ կան ընտրվի ինչ արես որ հմին չանի։ Չի ընտրվելու եւ վերջ։ Ես հատուկ եկել եմ դրա համար։ Ես Ռուսաստանից եմ եկել, հատուկ եկել եմ դրա համար, որ ինքը չընտրվի։ Երկիրս քանդել է։ Եթե այսօր իմ երեխեք ապրում են դրսում, ինքն է պատճառը։ Իմ երկիրս լքել եմ գնացել, ինքն է պատճառը եւ շատ ինձ նմաններ։ Կլոուն, սուտասատ, ինչ մարդ է ինքը, թող հիշի իր ասածները։ Իր ընտանիքը չի կարում ինքը պահի, ոնց կարա ժողովուրդ պահի։ Ուղղակի ես զարմանում եմ մեր ժողովրդի վրա, զարմանում եմ։ Ոնց կարելի է պաշտպանել Փաշինյանին, ոնց։ Եթե մի մարդ այսօր ուրիշ ասում, վաղ ուրիշ ասում։ Իսկ իր ընտանիքի հետ իր կնգա վրա չի կարում։ Ոնց կարա ինքը ժողովուրդ ներկայացնի կամ ինքը ինչ իրավունք ունի իմանունից ժողովուրդ ներկայացնի։ Դու պիտի ծառայես ժողովրդին, ոչ թե ժողովուրդը քեզ։ Մոռացել է ինքը սաղ։ Ինքը կրկնում եմ, չի ընտրվելու։ Ոչ։ Բոլորովին։ Եթե ասում եք ինձ դանից ես կուզեմ, որ չվերընտրվի։ Եթե արդարությունը չի ընտրվի։ Եթե արդարությունը չի ընտրվի։ Եթե ընտրվա հաշվի մի 10 տարուց հետո Հայաստան չկա։ Հələ սա մուսուլմաններ ստելիքը կան, հիմա էլ կան։ Երկու երեխա մեզանում 12-ն իրենց։ Կբազմանա մի 5-10 տարում դենց էլ հայերը իրոք կնե թափարական ազգ։ Կթափարեն բանը աշխարհի մեկ։ Եթե թողը մանիպուլյացիա անի, չգիտեմ, զորամասը, բրետավորները, ոստիկանությունը բերեն, սետ բան անեն, բայց մեկ է նրա ճակատագիրը երկար չի տևի։ Թուրքը դեղից գալիս է թե Մասիսի, էսի չմերն, Զանգեզուրի մերն։ Ղարաբաղը մերի չի եղել։ Ոնց է դու թողում։ Թուրքերը ժամանակավոր բնակություն են հաստատել, հետո գնացել են, բայց Ղարաբաղը ժամանակավոր է։ Չի ընտրվի, չեմ հավատում։ Ես չեմ հավատում, որ ինքը ընտրվի։ Ոչ թե ով պիտի նստի, այլ արդեն ժողովրդի ոչ թե 50%, այլ 70%-ը հիասթափված են իրան խոսակցականությունից, որ մի րոպե սենց է խոսում, հետո նենց է խոսում, հետո թոշակառուները տենց հողին հավաս արծրեց, որ իբր մարդ չեն էլի թոշակառուները։ Մի հատ էլ Խոսրոֆյան ընդեղից ասաց, թոշակառուն խի պիտի միս ուտի, թո կարտոշկա ուտի։ Ինչի՞։ Մարդ չի թոշակառու, այ ոչ վատա, իրան հանդեպ վատա։ Ոչ մեկն էլ իրան չի ասում, ես կընտրեմ, ես չեմ դասել։ Ով էլ ումն էլ խոսցնում ես, ասում են ով ընտրվի, ինքը չընտրվի։ Գիտեմ, որ ժողովրդի 60-70%-ը իրանից արդեն իրես աթեք է։